անպայման գնան դրա հետքերով ու վարույթ հարուցեն սրա առումով, որտեղ մենք չենք կարող թույլ տանք, որ նմանատիպ մեղադրանքները օդում մնան, որտեղ դա անթույլատրելի է, ուղղակի հասկանում Ես ուղղորդում եմ իրավապահներին, որ ցանկացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մասին ցանկացած շշուկի հետևից միջև վերջ գնան, այդ թվում եւ այս մեկի։ Դուք հիմա արդեն մեղադրանք եք հնչեցնում։ Չէ, ես ասում եմ, տես մեղադրանքը հնչել, այս մեղադրանքը չի հասցեագրվել։ Ես չեմ ասում, այս մեղադրանքը ճիշտ ասու, տես ասում առնվազն իրան հարգող կառույցը, եթե մայրաթոռը այդպեսին լիներ, ինքն իրան գոնե մի քիչ հարգեր Կտրիչ Ներսիսյանի կարգալուց կաթողիկոսի գլխավորությամբ, այս հարցով մի բան կստեղծեր, մի հատ այս հարցը կքններ։ Իրավապահների գործողություններով ասում եմ ցանկացած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ցանկացած շշուկի հետևից պետք է գնան իրավապահները։ Տերթադեի նկատմամբ իրականացվող ձեր դիտարկման բանալիքները ինչ է հետապնդում է։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալուց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրի տակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույց եղած մեկը հեռանա վեհարանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս միջև առհասարակ էլի, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույց են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարակին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարակ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես ինչ դու ընտրիում պատարակ մատուցես, ում չէ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, երեք այդ պատարակի ժամանակ հավաքվել էին մարդիկ, որոնք կարծեք թե չգիտեին ուր էին եկել, նրանք ձեր աջակից լրագրողներ նկատի ունեք։ Չէ, դուք հարցս վերջացնեմ։ Մարդիկ, որոնք չգիտեք ուր էին եկել, իրենց խոսույթը լսեք, որպես լրագրողինց իրենք չեն թիրախավորել, հա, բայց օրինակ ես տեսել եմ մյուս գործընկերներիս մասին ինչեր են ասում, նույնիսկ սովորական քաղաքացիների մասին ինչ են ասում, երբ որ փոքր տարբերվող կարծիք էին ասում եւ շշմելու էր էլի, դա եկեղեցու բակա քրիստոնեական արժեքների հետ ինչ կապ ունեն, գիտեն ուր են եկել, դուք այս վիճակը ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ, նախ դուք կոնկրետ մասին եք խոսում։ Երկրորդ, ես կարծում եմ, որ ընդհանրացնել ընդհանրապես պետք չի։ Ցանկացած միտեղ, որտեղ կա երկու հոգուց ավել մարդ, այդտեղ արդեն կան շատ տարբեր մարդիկ, կարելի է դա այդպես ասել։ Իսկ միտեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, այդտեղ կան շատ ու շատ տարբեր մարդիկ։ Մարդիկ են, ովքեր եկել են պատարակի։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել ու կա փաստ, որ օրինակ դեռ մարդ չկար Հովանավանքում, բայց ընդդիմադիր լրագրողներից մեկը ձեր գործընկերը Անին Գևորգյան արդեն իսկ անոնս էր տվել լարված իրավիճակ Հովանավանքում։ Մտնում եմ լայվը նայում եմ, մարդ չկա, դատարկ փողոցներ են, փողոցում ինչ որ տենց ծտերի ճրվողյուններ լսվում անգամ էլի, որ իրար ճիշտ հասկանանք, այդ տիպի խաղաղություններ այդ բային Հովանավանքում արդեն գրել էր լարված իրավիճակ։ Հետո մի քիչ էլ անցավ, արդեն լայվը սկսեցի նայել, հասկացա թե խեր գրել լարված իրավիճակ, որտեվ պետքա լարեր ինքը դրանից հետո իրավիճակը։ Հետո մի քանի անգամ ինձ մոտեցավ, մի քանի անգամ այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների մոտեցավ։ Չէ, հասկանում եմ այլ բան եք հարցում, ես մի վարքյան էլի, պարոն Կիրակոսյան, ես ձեզ լսեցի, խնդրում եմ դուք էլ ինձ լսեք։ Հակի դուք այլ բանի մասին եք խոսում։ Չէ, այլ բանի մասին չեմ խոսում։ Հիմա օրինակ ես երկար արդեն կարելի ասել տարիների փորձ ունեմ Անի Գևորգյանի եւ այլ լրագրողների հետ շփման ու ինձ մի քիչ դժվար է հունից հանելը, որպես այդպեսին, նույնիսկ երբ լրագրողը այդ ճեպազրույցը կամ հարցազրույցը վերացնում։ Չի կարողանալու ձեզ հակադարձել, ինչքանով է ճիշտ։ Ինքը երեք դրա տեղը հակադարձել է մի քանի ժամ, բայց երբ որ լրագրողը ճեպազրույցը կամ հարցազրույցը վերացում մենախոսության,
Դուք տեսել եք առհասարակ այդ ժանրի, օրինակ տեսեք, դուք ինձ հարց եք տվել, միկրոֆոնը պահել եք ձեր մոտ, ձեզ հարցը հնչեցրել եք, միկրոֆոնը մեկնել եք ինձ ու թողում եք, որ ես պատասխանեմ հարցին։ Այդ լրագրողի մասնակցությամբ ճեպազրույցները կամ հարցազրույցները ունեն հետևյալ տեսք, ինքը լրագրողը միկրոֆոնը վերցնում է ու սկսում է խոսալ անդադար, երբ որ ինչ-որ մեկը ճեպազրույց կամ հարցազրույց է տալի։ Ու շատ անփորձ մարդիկ գուցե լարվեն այդ իրավիճակից, հատկապես հաշվի առնելով այն ամբողջ անտրամաբանական շրջանակը ու մնացածը, որ այդ լրագրողը արտասանում է։ Կան մարդիկ, որոնք այո կարող են լարվել, հարգելի լրագրողներ, հասարակ քաղաքացիները այս մերպես այս փորձը չունեն լրագրողների հետ շփման ու տարաբնույթ լրագրողների հետ շփման, էլի։ Դրա համար պետք է մարդկանց էլ հասկանալով մոտենալ։ Լրագրողների հետ Բայց իհարկե հարցը տալիս է քաղաքացին պատասխանում է ինչ որ մի դա նորմալ լրագրող բան մի ներկայացրեք լրագրողներիս հետ աշխատանքը, պարոն Ալեքսանյան, բայց այնուհանդերձ չի հաջողվում, հա, Նիկոլ Փաշինյանին իր սկսած ավարտին հասցնել, նա նշել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ հավաք կլինի, հոգևոր մեծ հավաք կլինի Էջմիածնում, որը չեղավ։ Ժամկետները կարող են փոփոխվել, դրանից իրողությունը չի փոխվում։ Կտրիչ Ներսիսյանը արդեն Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է Վեհարանից։ Մեկ ոտքով։ Ակնհայտ է, դա այնքան տեսանելի է։ Որ Վեհարանից դուրս է գալիս։ Ժողովուրդ ջան, ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, ձեր հավաքներին էլ երկու անգամ արդեն հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ էլ նրա կոչով։ Ժողովուրդ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարագ է, ակնհայտ է, որ արդեն երկու կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովանավանքում։ Ու նաև ակնհայտ է, որ Մայր աթոռում Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչ է։ Ամոթել է ուղղակի, անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ սուրբ մասունքներ են այդ օրը դուրս բերվել, եւ միևնույնն է դատարկել Մայր աթոռի բանը։ Պարոն Ալեքսանյան, 2020 թվականին աջակցություն այս գործընթացը ունի, թե Փաշինյանը Ոնց է նկատել, բայց ոնց է նկատել։ լայվով հորդորում է, որ Բայց ոնց է նկատել։ Ու երբ է հորդորել, որ միանա։ Հայտարարում է, որ տեղի ունենալու, այսինքն ստեղծության նաև դա հայտարարություն է, որ կարող են Չէ, դե իմաստեյությանը մի բան, այն ինչ դուք եք հասկանում։ Ես շարունակեմ հարցը, նախարարներն են ներկա հիմնականում падգամավորներ եւ հանրային աջակցություն առանձնապես չկա։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէ, որ միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացնելու գործընթացում եւ շարունակում եք գործընթացը անընդհատ այս պատարակները, որպեսզի տեսնեք արդյոք շատ մարդ կհավաքի, որ կարողանաք մեկնարկտակ միջմիացնել դրան։ Հարգելի գործընկերներ, այդ ինչը դուք եք պնդում, այնքան կտրված է իրականությունից։ Բացարձակապես կտրված է, եթե ձեր ասածով լիներ։ Մայր աթոռում երեք Կտրիչ Ներսիսյանի իբր գահակալության 26-րդ տարեդարձին ասեղ գցելու տեղ չէր լինի։ Ասեղ գցելու տեղ չէր լինի։ Ստիպված ընդդիմադիր падգամավորներով են լցրել Մայր աթոռի դահլիճը, ստիպված լցրել։ Ստիպված այն քոչայանական մյուս ուժը իր քարոզարշավը Էջմիածնում թողել գնացել այնտեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է։ Բայց ակնհայտ է։ Պարոն Ալեքսանյան, 2020 թվականին Գերակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հավատավոր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժում է Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ իր թայֆայի բարքերը։ Բայց չի միանում ձեզ։ Ինչա նշանակում չի միանում։ Որտեղ ձեր օրակարգը չի կիսում։ Հարգելի գործընկերներ, որ պահին Հայաստանի Հանրապետության վարչապետը կհնչեցնի ու կհորդորի, որպեսզի քաղաքացիները մասնակցեն այս ինչ պրոցեսին։ Երբ է հնչել։ Գուցե կոնկրետ ասեք։ Երբ է հնչել, դուք ասում եք, դուք մարդկանց հրավիրում եք բանեկան, բայց Գահակալության օրն եք մատնանշում 2020 թվականին Նիկոլ Այո, ես Փաշինյանը գնում եմ աղոթեմ, մենք գնում ենք աղոթենք, դա ուրիշ բան է։ Հարգելի քաղաքացիներ, 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն Գարեգին II-ին գահակալության արդիվ շնորհավորել էր։ Այն ժամանակ չգիտեիք, որ այսպիսի բաներ կան, այսինքն կաթողիկոսի հետ կապած այս տեղեկություններին չեք տիրապետում, որ այդպես շատ սիրուն, շատ գեղեցիկ կարևորում եք ինստիտուտը եկեղեցին եւ շնորհավորում եք նրա գահակալությունը։ ես նախ ողջունում եմ, որ դուք արդեն այս փաստերը որակում եք որպես տեղեկություններ, որտեղ կան լրագրողներ, որոնք դա որակում են կեղծիկ, բայց ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում։
Ես ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում, հրապարակորաթերթից մարդ չկա, որտեղ իրանք կպնդեին, որ սա փաստ է միանշանակ, քանի որ այդ ամեն ինչի հիմնված է Հրապարակումը 2018 թվականից առաջ էր։ Այդ հրապարակումը Ռուզանի նշած շնորհավորանքից առաջ էր։ Ինչի այդ հրապարակի Պարոն Կիրակոսյան, երկու բան։ Առաջինը Մամուլում գրված ցանկացած բանի իշխանությունը չի կարող կուրորեն հավատալ, իշխանությունը կարող է հավատալ մամուլում հրապարակված ինչ-որ մի բանի, երբ որ ունենում է դա հաստատող այս կամ այն փաստը։ Եվ այդ հաստատող կուրորեն չենք հավատում, մենք տիրապետում ենք արդեն դա հաստատող շատ լուրջ փաստերի, շատ լուրջ, առավել քան լուրջ փաստերի, եւ դրանից զատ, եթե ձեր մեղադրանքը շարունակում է մնալ այն, որ մենք բավականաչափ շուտ չենք սկսել մեր պայքարը կարգալույց կաթողիկոս կարգալույց երկակի ստանդարտների ձեր պնդումը ու կամ հակադարձումը մեզ կայանում է նրանում, որ մենք ավելի շուտ չենք սկսել կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ նրա բանդայի դեմ պայքարը, ես այդ մեղադրանքը ընդունում եմ եւ թող Աստված ների մեզ մեր այդ մեղքը։ Այն ժամանակ որ կաթողիկոս օրինակ հրաժարական չէր պահանջում Երբ չէր պահանջում։ Օրինակ ընդամենը մի տարի է եղել, որ Կտրիչ Ներսիսյանը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն ասաց եկեղեցի 20 թվականից սկսած Կտրիչ Ներսիսյանը պահանջում է հրաժարական։ Ձեր լոգիկայով, պարոն Կիրակոսյան, ձեր լոգիկայով հենց հրաժարականի հաջորդ օրվանից պետք է այս թեման բարձրանա։ Բայց քիչ սկսեցիք, անվտանգությունը վերցրեցիք, պետական միջոցառումներ։ Հիմա ձեր ասածն ավելի իրատեսական թե իմ ասածն։ Լավ, պարոն Ալեքսյան, երբ հստակ այդ փաստերը ձեր ձեռքի տակ հայտնվեցին, որ դուք հիմա իմացաք, որ Ես կարծում եմ, երբ որ վարչապետը հայտարարեց, դրանից անմիջապես առաջ էլ հայտնվեցին։ Ես այդպես եմ կարծում, չեմ կարող Դուք պնդել։ տեսել եք այդ փաստերը։ Ոչ։ ԿՊ-ի վարչության չի հասել։ Ինչ կապ ունի։ Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյանի հրապարակ օրաթերթի փաստերը կան, փաստերը առավել քան խոսուն են, կարող եք այդ փաստերը elections-ով ընդཐུպ միջև ստուգել։ Պարոն Ալեքսանյան, Մայրաթողի Էլ չեմ ասում, որ կարող եք հրապարակի ներողություն, էլ չեմ ասում, որ կարող եք ուղղակի հրապարակի հոդվածը վերընթերցել, հրապարակի հոդվածի մամուլի հոդվածների պետք չէր հավատալ, մենք պիտի փաստեր ունենայինք։ Հիմա մեզ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, իշխանությունը չի կարող հենվել մամուլի հրապարակումների վրա։ Դուք իշխանություն չեք, գուցե հավակնություն ունեք, ողջունում եմ ձեր այդ հավակնությունը, բայց Պարոն Ալեքսանյան, այդտենց որ ասում եք մամուլը գրել էր եւ այլն, հետո դուք էլ փաստեր ունեցաք։ Մամուլը տարիներ առաջ նաև գրում էր մեկ այլ դեպքի մասին, որ մեկ այլ սրբազանել որդի ունի, բայց այդ մամուլի հրապարակումներին բանի տեղ չդնելով, այդ որդուն Նիկոլ Փաշինյանը հասցրեց Հարց էական չի, ասեմ ինչի, որովհետև դուք հիմա թիրախավորում եք, ենթադրաբար չկապ չունի, դե ակնհայտ է ինչի մասին եք խոսում, պարոն Կիրակոսյան, ես ասում դուք հիմա թիրախավորում եք ենթադրաբար ինչ-որ կուսակրոն եկեղեցականի զավակի, ես դա ձեզ կոչ եմ անում չանել, ինչը մենք էլ չենք անում, ինչը ում ենք թիրախավորում, Օրինակ ասում եք կաթողիկոսի աղջիկը, անուն ենք տալի, դե բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի եւ բոլորը գիտեն Կտրիչ Ներսիսյանի աղջկա, բայց ինչի մասին է այս ամբողջ պատմությունը ժողովուրդ ջան, եթե բոլորս պետքա գանք ստեղ կանգնենք իրար աչքերի մեջ, նայենք ու խոսենք, դուք չէ մի վարքյան, երևույթից եմ խոսում, երևույթը հետեւյալն է, բոլորս պետքա գանք կանգնենք ստեղ, նայենք իրար աչքերի մեջ, ասենք թե հա, բոլորս գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ, բոլորս գիտենք, թե ով է այդ աղջիկը, հետո լուրջ դեմքի արտահայտությամբ շարունակենք ասել, իսկ որտեղից ձեզ այդ փաստերը, իսկ որտեղից ձեզ այդ ինֆորմացիան, իսկ ինչի եք որոշել, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է կաթողիկոս չլինի, կներեք ժողովուրդ ջան, լուրջ չի։ Ձեր նման մենք էլ ենք մամուլ կարտում, պատկերացնում եք, պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան, Մեր գործընկերներ փորձում կներեք։ Մայրաթողի մամուլի բաժնից հայտարարում են, որ ԿՊ-ի մեղադրանքներին չեն պատասխանում ոչ վեհապարը, ոչ էլ մյուս եկեղեցականները, ելնելով այն գաղափարից, որ ամեն մոլորվածի կամ հոգեպես խեղվածի կարծիքները, խեղված կարծիքներին հարկ չկա, որ վեհապարը անդրադառնա առանձին հատվածներով։ Հիմա ինչպես կմեկնաբանեք, որքանով է Հոգեպես խեղված, հա, հոգեպես խեղված, հա։ Ես չգիտեմ, իմ կարծիքով Գուցե տեղեկություն ունեն իրենք էլ, պարոն Ալեքսանյան։ անկեղծ էլի, հոգեպես, այդ իրանք են ասում ինչ որ մեկին հոգեպես խեղված։ Ժողովուրդ ջան, կներեք, բայց մենք
թե մեր քերիներին, թե մեր քերիների կանանց միայն որդիաբար ենք վերաբերվում, հազար ներողություն, եթե դա հոգեկան խեղում են իրանք վերագրում որպես հազար ներողություն, բայց այդ դեպքում հոգեկան խեղվածները իրանց պատկերացմամբ այս երկրում չափազանց շատ են։